Հոր և Որդվո և Հոգին Սրբո, ամեն։ Իմ խոնարհումը և երախտագիտությունը իմ հոգևոր եղբորը Տեր Բենյամին Քահանա Սատուրյանին արժանապատիվ, որի օրհնությամբ և թույլատվությամբ և աջակցությամբ այսօրվա պատարագը տեղի ունեն։ Հիշեք ձեր աղոթքների մեջ Տեր Հորը, իր ընտանիքը, իր հոտը, իր համայնքը, իր հովությունը։ Թող Աստված զորացնի Տեր Հորը և այն օրը, երբ պիտի կանգնի Աստծո առաջ, վարձավոր մշականի իրեն։ Այսօր վերափոխման տոնի 5-րդ օրն է։ 5-րդ օրն է, որ մենք կատարում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնը և այսօրվա ավետարանը հետևյալն է։ Անուն Հոր և Որդվո և Հոգին Սրբո, ամեն։ Այն օրերին Մարիամը վեր կացավ և շտապով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, մտավ Եղիսաբեթի տունը և Եղիսաբեթին ողջույն տվեց։ Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով և բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը, որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում, և երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։ Եվ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծած իմ Փրկիչ Աստուծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իմ աղախնի խոնարհության վրա, և ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է։ Նրա ողորմությունը սերնդից սերունդ իր երկյուղածների վրա է։ Նա իր բազկով զորությունը գործ դրեց, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով, հզորներին տապալեց իրենց աթոռներին և բարձրացրեց խոնարհներին, քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։ Նա պաշտպան կանգնեց իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, և ինչպես ասել էր մեր հայրերին Աբրահամին և նրա սերնդին Հավիտյան։ Մարիամը գրեթե 3 ամիս մնաց Եղիսաբեթի մոտ և դարձավ իր տունը։ Երբ Մարիամ Աստվածածին եկավ Եղիսաբեթի մոտ, Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով։ Եվ ինչ ասում է, օրհնյալ ես դու կանայց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Եղիսաբեթը ինչ գիտեր, Մարիամը հղի է, թե հղի չի։ Չգիտեր։ Նոր Մարիամը հրեշտակից ավետի սառնելուց հետո եկել էր Եղիսաբեթի մոտ, այսինքն նոր ինքը հղիացել էր, որևէ մեկը չգիտեր այդ մասին, բայց Եղիսաբեթը այս մասին հայտնում է Սուրբ Հոգով, և ոչ միայն հայտնում է, որ օրհնյալ է քո որովայնի պտուղը, ասում է, որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ այցելության եկավ։ Այսինքն նաև Եղիսաբեթը Սուրբ Հոգով իմացավ, որ Մարիամի որովայնում Տերն է, և Մարիամին ասեցին Տիրոջ մայրը ինձ այցելության եկավ։ Իսկ Մարիամն իր աղոթքի մեջ ինչ է ասում, իր օրհներգի մեջ, ասում է. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծած իմ Փրկիչ Աստուծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իմ աղախնի խոնարհության վրա, և ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է»։ Ուրեմն Մարիամն ասում է,
Աստված իր հայացքը դարձրեց իմ խոնարհության վրա եւ ինձ համար մեծամեծ գործեր արեց, որ բոլոր սերունդները ինձ երանի պիտի տան եւ այսօր դարեր շարունակ մենք երանի ենք տալիս Սուրբ Մարիամ Աստվածածնին, որովհետեւ Աստված բարձրացրեց իրան եւ դարեր շարունակ եկեղեցական հայրերը, սուրբերը, ներբողներ, աղոթքներ, շարականներ են հյուսել Մարիամ Աստվածածնին, որի մեջ փառավորում են Աստվածածնին, որի մեջ մեծարում են Աստվածածնին եւ այս տոներն են դրա համար, որ մենք էլ փառավորենք ու մեծարենք Մարիամ Աստվածածնին, որովհետեւ Աստված իսկ մեծարեց Աստվածածնին, բա մենք ով ենք, որ պիտի չմեծարենք, բա մենք ով ենք, որ պիտի չփառավորենք, բա մենք ով ենք, որ ամեն օր Մարիամ Աստվածածնին պիտի չհիշենք մեր աղոթքների մեջ եւ պիտի չխնդրենք իր մայրական գութը, սերը, ողորմությունը, բարեփոխությունը մեր անձերի համար։ Շարականի մեջ ինչպես էր մեծարվում Սուրբ Մարիամ Աստվածածինը։ Աստվածածին ամպ լուսավոր, ուրեմն Աստվածածնին համեմատում է լուսավոր ամպի հետ շարականագիրը, որ ցողն կենաց հեղեր հերկիր բանավոր, որ կյանքի ցողը բանական երկրի վրա հեղեցիր, այսինքն ամպից անձրևի ցողն է իջնում, Աստվածածնից Քրիստոսը իջավ, կյանքի ցողն իջավ մեզ վրա։ Եվ ըզնախամորն շիջուցեր պարտյացն ըսհուր, եւ նախամոր, այսինքն Եվայի պարտքերի կրակը դու հանգցրիր այդ ցողով, հա, Եվան մեղք գործեց, ողջ մարդկություն ընկավ մեղքի մեջ, հա, եւ պարտք ունենք, մեղքի պարտքի կրակը կար, հա, եւ Աստվածածիններ, որ եղավ այդ մեղքի, նախամոր մեղքի կրակը հանգցնողը, անդադար ձայնիվ քեզ բարեբանենք եւ հոգեվոր երգով մեծացուցանենք, անդադար ձայնով քեզ ենք բարեբանում եւ հոգեվոր երգերով քեզ մեծացնում, բարձրացնում, մեծարում։ Տեղի անտանելի բանին եւ երկիր վայրափակ, ուրեմն տեղ մի հանգրվան, որ անտանելի բանը հանգրվանեց, այսինքն անտանելի բանն ով էր, Տեր Հիսուս Քրիստոս, Տեր Հիսուս Քրիստոսին ով կարող է կրել, տիեզերքը չի կարող կրել, ամբողջ երկինքը չի կարող Քրիստոսին բովանդակել, բայց Քրիստոս բովանդակվեց Մարիամ Աստվածածնի մեջ, ասում է տեղ, որտեղ անտանելի բանը տեղավորվեց, հա, եւ երկիր, որտեղ վայրափակվեց, որում լույսն ագանիցի, որի մեջ լույսն էր բնակվում, լույսն էր հանգչում, որում մեջ Մարիամ Աստվածածնի մեջ, տիեզերքի լույսը մեր Տեր Հիսուս Քրիստոս, հա, որտեղ հանգստացավ Մարիամ Աստվածածնի մեջ, Մարիամ Աստվածածնի որովայնի մեջ, եւ արևելք արեգական արդարության, ուրեմն դու այն արևելքն ես, որից արդարության արեգակը պիտի ծագի, արևելքից է չէ ծագում արեգակը, արդարության արեգակն ով էր, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որտեղից ծագեց մեզ, Մարիամ Աստվածածնից, ուրեմն Մարիամ Աստվածածինը եղավ արևելքը, որտեղից արդարության արեգակը ծագեց մեզ, անդադար ձայնով քեզ ենք բարեբանում եւ հոգեվոր երգով քեզ ենք մեծարում։ Ըստ քեզ կատարումն օրինած, կուսական քո ծննդյամբ, այսինքն քեզ, որիդ միջոցով մարգարեների մարգարեությունները կատարվեց, իսկ ինչ էին մարգարեցել մարգարեները, որ Քրիստոս պիտի ծնվեր, որ Քրիստոս աշխարհ պիտի գար, Եսային ասել էր, որ կույսը պիտի հղիանա եւ զավակ պիտի ծնի, որը պիտի լինի Աստված մեզ հետ, Էմանուել։ Եվ ով ում միջոցով եղավ այդ ամեն ինչը, այդ մարգարեությունների կատարումը Սուրբ Մարիամ Աստվածածնի միջոցով եղավ։ Կուսական քո ծննդյամբ կատարվեցին մարգարեությունները, որով բնությանս քակտեցան օրենք, որով մեր բնության
օրենքները խաթարեցիր, այսինքն բնական օրենքով հույսը կարող էր ծնել, չէր կարող, բայց քո ծննդյամբ բնական օրենքները խաթարեցիր։ Ռաբուն սերիցն փոխադրյալ իլուսած ջեմ խորամ։ Ուրեմն փոխադրվեցիր լույսերի խորան հրաբունների կողմից, այսեն ի նկատի ունի Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխումը, հա, հրեշտակների դասերն եկան Քրիստոսի հետ ուր տարան երկնային խորան, հա, լուսաճեմ խորան, անդադար ձայնով քեզ ենք բարևանում եւ հոգեվոր երգով քեզ մեծացնում։ Հիմա տեսեք, ուրեմն սա ընդամենը մեկն է Մարիամ Աստվածածին նվիրված բազմաթիվ շարականներից, որոնք հատուկ կոչվում են մեծացուցաններ, այսինքն մեծարումներ, որոնցով Աստվածածնին ենք մեծարում։ Եվ ընդամենը այս մի շարականի մեջ ինչ հրաշալի, ինչ սքանչելի խոսքեր կան։ Ուրեմն մենք էլ պարտավոր ենք բոլորս անդադար եւ հոգևոր երգերով եւ անդադար բարեբանությամբ միշտ մեծարենք Սուրբ Աստվածածնին, որովհետեւ առանց Սուրբ Աստվածածնի չկա փրկություն, առանց Սուրբ Աստվածածնի, առանց արեգակի արդարության արեգակի արևելքի չկա արդարության արեգակ, առանց կենաց ծառի չկա կենաց պտուղը, իսկ Մարիամ Աստվածածինը կենաց ծառն էր, որից կախված էր կյանքի պտուղը, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ մենք կյանք եւ փրկություն տվեց։ Թող Սուրբ Աստվածածինը միշտ փառավորվի մեզանում, եկեղեցում, մեր կյանքերի մեջ, մեր ընթացքի մեջ, մեր աղոթքների մեջ եւ Աստվածածնի բարեխոսությունը մեզանից անպակաս լինի, որպեսզի մենք էլ իրեն հավատարիմ զավակներ, որդիներ լինելով արժանանանք իր օրհնություններին եւ բարեխոսությանը։ Ամեն։ Աստծո շնորհը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի։ Ամեն։